Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ։ Կենացած հաղորդաշարի շրջանակներում ես ներկայացնում եմ Ռիկ Վորենի նպատակաուղղված կյանք գրքի հիման վրա մշակված հաղորդումների շարք։ Գերակա հարցով. Որն է իմ կյանքի իմաստը։ Այսօր մարդու կյանքի միջին տևողությունը 25550 օր է։ Եթե դուք սովորական միջին մարդ եք, կապրեք մոտավորապես նույնքան ժամանակ։ Այսպիսով, ինչ եք անում ձեր կյանքի հետ, որն է ձեր կյանքի իմաստն ու նպատակը։ Հարցն այն է, որ խոսքը բացառապես ձեր մասին չէ։ Ձեր կյանքի իմաստը շատ ավելի մեծ է, քան անձնական կարիքների բավարարությունը, հոգեկան խաղաղության հասնելը և նույնիսկ ձեր սեփական երջանկությունը։ Այն շատ ավելի մեծ ու նշանակալից է, քան ձեր ընտանիքը, ձեր աշխատանքը և այլն։ Եթե ուզում եք իմանալ, թե ինչու եք հայտնվել այս մոլորակում, պետք է սկսեք Աստծուց։ Դուք ծնվել եք նրա ծրագրի համաձայն և նրա նպատակը կատարելու համար։ Կյանքի իմաստի որոնումները հազարամյակներ շարունակ մարդկանց շփոթեցրել են։ Մենք ինքներս մեզ տալիս ենք զուտ եսասիրական հարցեր, ինչպիսին են ով եմ ուզում լինել, ինչ կցանկանայի անել իմ կյանքում, որոնք են իմ նպատակները, ձգտումները և երազանքները ապագայի համար։ Սակայն նման եսասիրությունը չի օգնում մեզ բացահայտել մեր կյանքի նպատակը։ Աստվածաշունչն ասում է Հոբի գրքի 12-րդ գլխի 10-րդ համարի մեջ, որ բոլոր կենդանի արարածների կյանքը նրա ձեռքին է, նաև ամեն մարդկային մարմնի հոգին։ Դուք պարզապես չեք կարող գտնել կյանքի իմաստը, եթե այն փնտրեք ձեր մեջ։ Հավանական է, որ դուք արդեն փորձել եք դա անել, բայց դուք ինքներդ ձեզ չեք ստեղծել, ուստի չեք կարող ասել, թե ինչու եք ստեղծվել։ Ենթադրենք, որ ես ձեզ համար նոր գյուտ եմ բերել, որը դուք երբեք չեք տեսել։ Գյուտն ինքնին չի կարող ձեզ ասել, թե ինչի համար է այն ստեղծվել։ Դրա նպատակը կարելի է իմանալ միայն գյուտարարից կամ նրա գրած հրահանգներից։ Նմանապես դուք չեք կարողանա գտնել ձեր կյանքի իմաստը, եթե սկսեք ինքներդ ձեզանից։ Դուք պետք է սկսեք Աստծուց, որը ստեղծել է ձեզ։ Մենք գոյություն ունենք միայն այն պատճառով, որ Աստված է դա կամեցել։ Մենք ստեղծվել ենք Աստծո կողմից և Աստծո համար, և մինչև մենք չհասկանանք սա, կյանքը կմնա անիմաստ և անհասկանալի։ Միայն Աստծո մեջ կարող ենք ճանաչել մեր իրական ծագումը, գտնել մեր իրական եսը և գտնել մեր կյանքի իմաստն ու նպատակը։ Հասկանալ դրա նշանակությունը և վերջնական նպատակը։ Բոլոր մյուս ուղիները ձեզ կտանի փակուղին։ Հազարավոր տարիներ շարունակ մարդկության ամենափայլուն մտքերը խորհել և քննարկել են կյանքի իմաստը։ Փիլիսոփայությունը կարևոր թեմա է և բազմաթիվ օգուտներ է բերում մարդկությանը։ Բայց երբ խոսքը կյանքի իմաստի և նպատակի մասին է, նույնիսկ ամենաիմաստուն փիլիսոփաները կարող են միայն ենթադրություններ անել և վարկածներ առաջ քաշել։ Իլինոյսի խոշորագույն համալսարաններից մեկի պրոֆեսոր դոկտոր Հլու Մորհեդը մի անգամ գրել է 250 հայտնի փիլիսոփաների, գրողների և մտավորների, նրանցից յուրաքանչյուրին տալով նույն հարցը. Որն է կյանքի իմաստը։ Հարցմանը մասնակցողներից ոմանք նրան ուղղել են իրենց լավագույն ենթադրությունները։ Մյուսները խոստովանել են, որ պարզապես հորինել են իրենց սեփական նպատակը կյանքում, իսկ մյուսները անկեղծությամբ գրել են, որ պատկերացում չունեն, թե որն է մարդկային գոյության իրական իմաստը։ Այս հայտնի մտավորականներից ոմանք նույնիսկ խնդրել են դոկտոր Մորհեդին,
անպայման տեղեկացնել իրենց, եթե գտնի իրենց հարցի պատասխանը։ Բարեբախտաբար, կյանքի իմաստի եւ նպատակի մասին ենթադրական ենթադրություններից բացի կա մեկ այլընտրանք։ Սա հայտնությունն է։ Մենք կարող ենք դիմել Աստվածաշնչին, որպեսզի տեսնենք, թե ինչ է Աստված մեզ ասում կյանքի իմաստի մասին իր խոսքում։ Ցանկացած գյուտի նպատակը իմանալու համար ամենահեշտ ճանապարհը դրա ստեղծողին հարցնելն է։ Նույնը կարելի է ասել մեր կյանքի նպատակի մասին։ Ամենահեշտ ճանապարհը Աստծուն անձամբ հարցնելն է։ Աստված մեզ չի թողել մթության մեջ հարցերի եւ ենթադրությունների ողորմածության տակ։ Աստվածաշնչում նա հստակորեն մեզ հայտնել է մարդկային կյանքի նպատակները, եւ դրանցից ես հատկապես առանձնացնում եմ 5-ը, որոնք ըստ էության կքննարկվեն մեր ծրագրերում։ Աստվածաշունչը մեր Արարչի կողմից գրված հրահանգների ձեռնարկ է։ Այն բացատրում է, թե ինչու ենք մենք գոյություն ունենում, ինչպես է կյանքը ձևավորված, ինչից պետք է խուսափել եւ ինչ սպասել ապագայում։ Աստվածաշունչը խոսում է Առաջի Կորինթացիների 2:7 համարի մեջ հետեւյալ խոսքը. այլ խոսում ենք Աստծո խորհրդավոր եւ ծածուկ իմաստության մասին, որն Աստված հավիտենությունից առաջ մեր փառքի համար սահմանել էր։ Աստված ոչ միայն մեր կյանքի իմաստի միակ ճշմարիտ չափանիշն է, այլև դրա աղբյուրը։ Մեր կյանքի նպատակը բացահայտելու համար մենք պետք է դիմենք ոչ թե աշխարհիկ իմաստությանը, այլ Աստծո խոսքին։ Մենք պետք է մեր կյանքը կառուցենք հավերժական ճշմարտությունների վրա։ Աստվածաշունչն ասում է Եփեսացիների 1:11 համարի մեջ. նրանով մենք էլ ժառանգություն ստացանք, հետևելով նրա նախասահմանված ծրագրին, որ ամեն բան հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն։ Այս համարը պարունակում է 3 կետ, որոնք մեզ օգնում են տեսնել մարդկային գոյության իմաստն ու նպատակը։ Առաջինը, դուք կարող եք գտնել ձեր իրական ով լինելը եւ բացահայտել ձեր կյանքի նպատակը Հիսուս Քրիստոսի հետ հարաբերությունների միջոցով։ Եթե դեռ չունեք հարաբերություններ Տիրոջ հետ, ես կպատմեմ, թե ինչպես կարելի է կառուցել այդ հարաբերությունները մեր հաղորդումների ժամանակ։ Երկրորդ, Աստված մտածում էր ձեր մասին դերևս նախքան դուք նույնիսկ մտածեիք նրա մասին։ Ձեր կյանքի նպատակը գոյություն ուներ դերևս նախքան ձեր ձևավորվելը ձեր մոր արգանդում։ Աստված ամեն ինչ պլանավորել է նախքան ձեր ծնվելը, առանց ձեր մասնակցության։ Դուք կարող եք ընտրել ձեր սեփական աշխատանքը, ձեր ամուսնուն, ձեր կյանքի շատ այլ կողմեր, բայց ձեր կյանքի նպատակը եւ իմաստը ձեր վերահսկողության տակ չեն։ Աստված արդեն որոշել է այդ ամենը։ Երրորդը, ձեր կյանքի իմաստն ու նպատակը Աստծո ավելի մեծ համապարփակ ծրագրի մի մասն է, որը հասնում է մինչև հավերժություն։ Հետևեք մեր ծրագիրներին եւ դուք անպայման կգտնեք ձեր հարցի պատասխանը, որն է իմ կյանքի իմաստը։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար, մինչ նոր հանդիպում։